Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ես այս պահին գտնվում եմ ազգային անվտանգության ծառայության այս շենքի մոտ։ Իդեպ ասեմ ձեզ, որ այս շենքի հեսա տեսեք դրոշը, այս շենքի մուտքից ենք մենք գնում տեսնելու մեր պաշտպանյալներին, մասնավորապես ես այսօր այստեղ այցելել եմ պարոն Վարդան Ղուկասյանին, այս շենքը ոնց որ միջնորդավորված, այսպես կոչված են KGB-ի գիտեք հայտնի խցերը, մենք գնում ենք դեպի կենտրոն քրեակատարողական հիմնարկ, որը ըստ օրենքի պատկանում է իրավասության ներքո է գտնվում Արդարադատության նախարարության, բայց մենք այցելում ենք ըստ էության KGB-ս, KGB-ն էլ նախկին են NKVD-ն է, կարանք տենց էլ գնահատենք, ճիշտ է, շենքը կառուցվել է 70-ական թվականներին, բայց NKVD-ից ոչ մի բանով չի տարբերվում, որովհետև այնպես չէ, որ ռեժիմը փոխվել է Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա ինչու ես այս եթերը արեցի, հարգելի քաղաքացիներ, սիրելի գյումրեցիներ, հատկապես ձեր համար եմ այս եթերը անում։ Դուք տեղեկացաք, երեկ ես դատարանի մոտ հայտարարեցի, որ ինչ-որ քննիչ է ինձ զանգահարում, Գագիկ Առաքելյան, եւ ասում է, որ ինչ-որ քննչական գործողություն պետք է կատարի պարոն Վարդան Ղուկասյանի հետ եւ պահանջում էր, որպեսզի ես թողեմ Գյումրիում իմ դատական նիստը, իմ պարտականությունները գործնական եւ գամ Երևան, որպեսզի մասնակցեմ քննչական գործողություններին։ Հիմա այսօր նորից զանգահարել է այդ քննիչ Գագիկ Առաքելյանը, ով ներկայանում է ինձ որպես քննչական կոմիտեի քննիչ եւ ասում է, որ գիտեք ինչ, սպասեք, մոտակայքում եղեք, որ հեսա շուտով նոր մեղադրանք է բերելու, նոր հանրային քրեական հետապնդում է հարուցելու։ Ես ասեցի, որ այս ինչ եք ուզում եք ահաբեկել մեզ, մենք ահաբեկողը չենք, բայց այնուամենայնիվ այս տեսակի, այս որակի, այս չգիտեմ կարկատանները, չգիտեմ ոնց բացատրեմ, այս կարուձևը թուրքական, որ տեղի է ունենում, ակնհայտորեն խոսում է այն մասին, որ այս մարդիկ բան ու գործ չունեն, չգիտեն ոնց կարկատեն, այդ թուրքական կարկատանքը չգիտեն ոնց անեն, րոպե մեկ այսպիսի գործողություններ են կատարում, եւ ես քննիչին ասեցի, ես որ ձեզ չեմ հավատում, եւ որ ռեալ ինչ որ գործողություն կարող եք անել, բայց ես սպասում եմ դատախազի ինչ-որ որոշմանը, որը պետք է իրեն փոխանցի, կայացրել է, բայց չի փոխանցել։ Լսեք, էդ ու մեկ խափում, կամ ու մեկ, չգիտեմ, ծաղրում, մենք հասկանում ենք, որ այդ ձեր ծաղրանքը ուղղակի անհեթեթություն է, որովհետև եթե դատախազը ինչ-որ որոշում կայացրել է, որոշումը ձեր ձեռքի տակ պետք է լիներ, համենայն դեպս այսօրվա այս էլեկտրոնային փոխանցումների դարում այդ որոշումը ձեր սեղանին կլիներ կամ ձեր ձեռքին կլիներ, եթե նման որոշում կար։ Մենք ձեզանից ոչ վախենում ենք, ոչ ձեր այդ ահաբեկչություններից ենք վախենում, ոչ է գյումրեցին է վախենում, այն խայտառակությունը, որ այն օրը կազմակերպել էիք Գյումրի քաղաքում, որի անհրաժեշտությունը բացարձակ չկար։ Այսինքն այդ ահաբեկչությունը, այդ հարձակումները, որը ինչ որ մի կենտրոնից ձեզ ուղղորդում են եւ դուք այդ նման գործողություններ եք կատարում, դրանից հետո մի կարծեք, որ ժողովուրդը ձեզանից վախենալու է։ Այսքանը հարգելի հայրենակիցներ, սիրելի գյումրեցիներ, ամուր եղեք, պարոն Ղուկասյանը ձեզ ուղերձ ունի ասելու, որ որևիցե բան չի փոխվել, ոչ մի բանից չվախենաք եւ բոլոր այն անձինք, ովքեր որ հանիրավի այս պահին հետապնդվում են, կարող են նաև դիմել ինձ, որպեսզի մենք կարողանանք ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը։ Այսքան։